մարդու էմոցիաներն այնքան բարձր են ու աղմկոտ, որ նույնիսկ էմոցիոնալ, բայց շշուկով խոսելիս կարող ես լսել, թե մարդն ինչպես է բղավում։ Մեր էմոցիաները մեզ մատնում են թափրտված սենյակի նման, որտեղ որքան էլ ստես կոկիկության մասին, միևնույն է, իրերը հակառակն են պատմում։ Գիտեմ, շատերը դժվարանում են կարդալ դիմացինի էմոցիաները, որովհետև դժվարանում են վերահսկել իրենց սեփական էմոցիաները։ Չէ՞ որ դիմացինի էմոցիան կարդալու համար տրամաբանություն ու սթափություն է պետք, իսկ տրամաբանությունը չի գործում, եթե ինքդ գտնվում ես էմոցիոնալ վիճակում։ Ինչպես զսպել սեփական էմոցիաները, ինչպես կարդալ դիմացինի էմոցիաները, ինչ ժեստեր ու խոսքեր են ասում կեղծելիս կամ ստելիս տղամարդիկ կամ կանայք, ինչպես դիմացինից կորզել անհրաժեշտ տեղեկություն, որը ոչ մի կերպ չի ցանկանում տալ, ինչպես օգնություն խնդրել, որին արձագանքի համրությունը շատ արագ, ինչպես ճանաչել մանիպուլատորին, ստախոսին մի քանի քայլ առաջ եւ առանց սադրանքի ենթարկվելու կառավարել զրույցն էլ զրուցակցին է, ինչպես բացատրել սեփական ճշմարտացիությունը, ստիպել, որ այն հաշվի առնեն, բայց ազդեցիկ խոսքի հաշվի։ Այս եւ այլ հարցերի պատասխանները կստանաք իմ կողմից հատուկ հայ լսարանի համար մշակված դասախոսության մեջ։ Սա ոչ թե լեկցիա է, որ լսեք ու փորձեք կիրառել ձեր իրավիճակներում եւ մտածել տեսնես սին դեպքում կաշխատի թե ոչ, այլև արդեն մտածված կետեր, որոնք 10-ից 10 լուծում են հայ լսարանի հաղորդակցման խնդիրները։ Դասախոսությունն on-line է։ Ավարտին կստանաք հավաստագիր, կստանաք նաեւ իմ Telegram-յան վճարովի ալիքին 7 օր անվճար բաժանորդագրվելու հնարավորություն։ Մասնակցության համար դրեք պլյուս կամ գրեք նշված համարի։